Պարոն Հարությունյան, հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրեց, որ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԳ բաժնետիրական ընկերությունը պետք է պետականացվի, հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ 1 ամիս առաջ 1 ամիս ժամկետով կառավարության վերաբերելի անդամներին հանձնարարական է տվել, կամ ՀԵՑ-ի կողմից ժողովրդի տված վնասը պետք է վերականգնելու մեխանիզմներ դնեն, կամ էլ պետք է ՀԵՑ-ը պետականացվի, եւ տնտեսագետներն արդեն ինչ-որ խնդիրների մասին են ահազանգում, իրավական տեսանկյունից Փաշինյանը լիազորություն ունի միջամտելու ՀԵՑ-ի գործունեությանը եւ առհասարակ որ պայմանում պետությունը մասնավոր բիզնեսում կարող է մաս ունենալ։ Եկեք հասկանանք նախ եւ առաջ, որ ՀԵՑ ասվածը ՀԵՑ-ՊԲ-ի բաժնետոմսերն են, որոնք պատկանում են Սամվել Կարապետյանին կամ իր մասնակցության որևէ իրավաբանական անձի, ես այս մանրամասն դետալային տեղեկություն չունեմ, բայց այդ բաժնետոմսերը վերցնելու երկու հնարավոր եղանակ կարող է լինել։ Սեփականազրկումը, որը տեղի ունենում որպես պատասխանատվության միջոց, եւ սեփականության իրավունքի հարկադիր օտարումը, հանրային գերակաշահի շահով պայմանավորված։ Սեփականազրկման հիմք բացարձակ գոյություն չունի, որտեղ նման պատասխանատվության միջոց չկա բաժնետոմսերը որպես տուգանք վերցնելու, մնում է հարկադիր օտարումը։ Հարկադիր օտարման կարևոր նախապայմանը եւ սահմանադրությամբ 67 հոդվածով ամրագրված եւ մարդու եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին կետով սահմանված կարգավորման եւ դրա դատական պրակտիկայի նախնական եւ համարժեք փոխհատուցումը։ Այսինքն այդ խոսույցը, որ պետականացնելու ենք, միգուցե շատերի համար ականջահաճույ է, որ այ կդառնա պետությանը, բայց պետությանը դառնալու մի եղանակ կա նախնական եւ համարժեք փոխհատուցման։ Եվ այստեղ հարցածագում, թե ում միջոցներով է այդ փոխհատուցումը տեղի ունենալու։ Դա մեկ։ Երկրորդը, ես այսօր լրահոսից տեղեկացա նաև, որ այդ բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսավորմամբ զբաղվող ինչ-որ կազմակերպություն։ Հիմա եթե այդ բաժնետոմսերը գրավադրված են, այստեղ նաև այդ երրորդ անձի գրավի իրավունքի պահպանման հարցն է առաջանում, որը հաղթահարելու մի եղանակ կա, բավարարել միջազգային ֆինանսավորում տրամադրած ընկերության, գրավառու ընկերության պահանջիրավունք։ Մյուս հետաքրքիր բանը, որը Նիկոլ Փաշինյանը ասաց, մեսիջը ուղարկեց, դա ԶՊՄԿ-ի օրինակով, ասաց ԶՊՄԿ-ի օրինակով։ ԶՊՄԿ-ն չի ազգայնացվել, չի պետականացվել, ԶՊՄԿ-ի բաժնետերն է փոխվել, X բաժնետիրոջ բաժնետերը վաճառել է Y բաժնետիրոջ։ ԶՊՄԿ-ն ձեռք բերած սուբյեկտը իր հերթին որոշակի բաժնեմաս նվիրել է պետությանը, որոշակի բաժնեմաս, դա պետականացում, ազգայնացում չի, դեպրիվատիզացիա չի։ Հիմա այս մեսիջը նշանակում է, որ հնարավոր ճակերտավոր ազգայնացումը կարող է լինել միայն անդրկուլիսյան ինչ-որ պայմանավորվածությունների եւ ճնշումների արդյունքում, այսինքն հարկադրեն սեփականատիրոջը, որպեսզի սեփականատերը ինչ-որ հանգամանքների ճնշման ներքո վաճառի որոշակի գնով իր բաժնեմասը մեկ այլ սուբյեկտի, այդ մեկ այլ սուբյեկտն էլ իր հերթին այդ գործարքի դիմաց պետությանը տա ինչ-որ բաժնե մասնակցություն այդ ընկերության մեջ, դա ԶՊՄԿ-ի օրինակով, եթե շարժվենք, ԶՊՄԿ-ի օրինակն է։ Այնպես որ այս առումով ունենք իրավական այդ վիճակը, այսինքն շատ պարզ պետք է գիտակցել, որ դեպրիվատիզացիայի հնարավորություն պետությունը չունի, այլ կերպ, քան իմ կողմից նկարագրված տարբերակները։ ՀԵՑ-ը հնարավորություն ունի միջազգային ատյաններ դիմելու եւ առհասարակ ինչ շանսեր ունի։ Իհարկե ունի, շանսերի տեսանկյունից ես ասացի, եթե այդ չափանիշները չպահպանվեն հատկապես նախնական եւ համարժեք փոխհատուցման մասով, բնականաբար ունի։ Նաեւ ներդրումային օրենսդրության տեսանկյունից, քանի որ այս բաժնեմասնակցությունը ՀԵՑ-ում համարվում է միջազգային ներդրում, արտերկրյա կապիտալ, նաեւ միջազգային ներդրումների պաշտպանության օրենսդրության տեսանկյունից այդ հնարավորությունը կա։ Այսինքն այս մասով առաջին անգամը չի, որ Հայաստանը այս իշխանությունների օրոք բախվում է նմանատիպ խնդրի, Սանիտեկի кейսը կա, եթե չեմ սխալվում, Լիդիանի кейսը, եւ եթե չեմ սխալվում, նաեւ ԶՊՄԿ-ի մասով կա նախկին բաժնետերի կողմից Հայաստանի Հանրապետության
դեմ հարուցված միջազգային արբիտրաժային հայց։ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին ազգային ժողովի ամբիոնից սպառնաց հեծի այն աշխատողներին մեջբերեմ, որոնք մարդկանց տիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից ըստ Փաշինյանի եւ բերում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը, ասում է, որ այդ կոմբինատի ուժեղ տղերքի նման էլի ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեն, ոչ մեկին ներում պեկում չի լինելու, նրանք կդատվեն, իսկ այն աշխատողները, որոնք կհամագործակցեն իրավապահների հետ եւ կոնկրետ ցուցմունքներ կտան, ոչ մեկ չի ազատվի աշխատանքից, ինչպես նաեւ նրանք կխրախուսվեն։ Եվ այս հայտարարությունից մեկ օր անց Հայաստանի էլեկտրական ցանցերը իր աջակցությունը հայտնեց իրենց սեփականատեր Սամվել Կարապետյանին, պաշտոնական հաղորդագրություն էին տարածել։ Փաշինյանը ինչ իրավունքով է մասնավոր ընկերության աշխատակիցներին սպառնում։ Որևէ կերպ մասնավոր ընկերության գործերին խառնվելու իրավասություն չունի Փաշինյանը, պաշտոնական դիրքի չարաշահման հանձնակազմի հնարավոր հատկանիշները պարունակող առարկա, երկրորդ ինչ վերաբերվում է հանրահավաքներին ստիպողաբար մարդը բերելու ուրեմն հանձնակազմին, դա 236-րդ հոդվածն է քրեական օրենսգրքի, ես ուզում եմ հիշեցնել, որ մինչ այժմ որևէ քրեական վարույթ չի նախաձեռնվել Երևանի հավաքանու ընտրությունների քարոզարշավին բլոգեր Արտուր Չախոյանի կողմից վիդեոտեսագրությունով պարզված կոնկրետ են դեպքերին, երբ մանկապարտեզների, դպրոցների, պոլիկլինիկաների ուրեմն աշխատակիցներին ստիպողաբար բերել էին Տիգրան Ավինյանի հանրահավաքին, այդ տեսագրությունները կա, մարդիկ ասում են, որ մենք կոլեկտիվով մեզ ասել են, որ մենք պիտի գանք, դա նույն 236-րդ հոդվածն է։ Ընդ որում վերջին թարանդերքն էլ Գյումրու հավաքանու ընտրությունների նախաշեմին տեղ ունեցած ԿՊ հանրահավաքին էլի նույն պատկերներ տարբեր ինչ-որ բժշկական հաստատությունների, դպրոցների, կոլեկտիվներին ստիպողաբար բերել էին։ Խտրական վերաբերմունքը չգիտեմ ինչով է պայմանավորված, հատկապես, որ իմ տեղեկություններով հեծում որևէ մեկին չեն ստիպել, որպեսզի նա գա մասնակցի որևէ հանրահավաքի, նաև այնտեղ ես ծանոթներ ունեմ, ընկերներ ունեմ, գիտեմ, որ բոլորը այսպես իրենց կամքով ու մեծ ցանկությամբ են մասնակցել իրենց ղեկավարի, իրենց կորպորացիայի սեփականատիրոջ նկատմամբ անարդար քրեական հետապնդման դեմ բողոքի ցույցին, դա բողոքի ցույց կարելի է որակել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության մեջ հանցակազմ եք տեսնում։ Քննի իրավական որակում տալու, քանի որ որևէ տենց հավակնություն չունեմ, նաև չեմ հանդիսանում քրեական հետապնդում իրականացնող մարմին, նաև այս փուլում հաշվի առնելով, որ Փաշինյանի կողմից կատարված արարևույթ հանցակազմ պարունակող բազմաթիվ արարքների վերաբերյալ որևէ մեկի մասով քրեական վարույթ նախաձեռնված չի, չնայած եղել են հաղորդումներ, բնականաբար քրեական հետապնդում էլ չկա հարուցված, նույնիսկ անիմաստ եմ համարում այս մասով ինչ-որ ծավալուն քննարկում անելը, ենթադրելով, որ այդ արարքների վերաբերյալ քրեական գնահատական հնարավոր է տալ բացառապես իշխանապողությունից հետո։